Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք, այսօր ուրեմն մի խնդրի մասին եմ խոսելու, որը երևի անձրևային եղանակների պատճառով բոլորիդ մոտ էլ նկատվում է, դա մեր բույսերի, մշակաբույսերի, ծառերի, տերևների դեղնացությունն է, այդ տեսնում եք իմ հողամասում էլ անընդհատ տեսանյութերում նկատած կլինեք, որ ես մի քանի տարի է բախվում եմ այս խնդրի հետ, հիմա խորհրդակցել եմ մի քանի մարդկանց հետ, փորձելու եմ պայքարել այս հիվանդության դեմ, որը կոչվում է քլորոզ, եւ ձեզ հետ էլ կիսվելու եմ իմ փորձով։ Ուրեմն քլորոզ հիվանդությունը դա հողի մեջ կամ երկաթի պակասն է, կամ էլ հողի թթվայնության ցածր լինելը, ինչի պատճառով բույսի տերևներում քլորոֆիլը լավ չի արտադրվում եւ ինչպես տեսնում եք, օրինակ իմ մոշերի մոտ, տերևների մոտ միայն ջղերն են, որ կանաչ են երևում, իսկ մնացած մասը դեղնել է։ Եվ քանի որ բոլորս էլ գիտենք, որ բույսի աճի համար արևի էներգիան լույսը կլանելու հիմնական մասը քլորոֆիլն է բույսի տերևների, ուստի այս բույսի մոտ քլորոֆիլ չի արտադրվում, ինչի հետևանքով այս քլորոզ հիվանդությունն է տարածվել եւ դա կարող է, եթե ժամանակին բուժում չանեք, կարող է առաջանալ բույսի մահ, ոչնչացում։ Քլորոզ հիվանդությունը առաջանում է հիմնականում ցածր թթվայնություն եւ բարձր հիմնայնություն ունեցող հողերում։ Հիմա փորձելու ենք որոշակի հանքանյութերով բարձրացնել հողի թթվայնություն, ինչպես նաեւ բույսին երկաթ տալ։ Հնարավոր է նաև այնպես լինի, որ հողի մեջ երկաթ լինի, ուղղակի հողի թթվայնությունը այնքան ցածր լինի, որ բույսը չկարողանա այդ երկաթը արմատներով ստանալ։ Ուստի մենք փորձելու ենք համ երկաթ տալ, համ էլ հողի թթվայնությունը բարձրացնել։ Դրա համար ինչ է մեզ պետք։ Ուրեմն, այստեղ մենք ունենք դեղամիջոցների խանութից գնված երկաթ։ Այս երկաթը ինքը փոշի է, օգտագործում ենք կամ երկաթի խելատ, կամ երկաթի կուպարոս, տեսեք, այսպիսի վիճակում է ինքը, սա խառնելու ենք ջրին, հիմա պատրաստ եմ համ էլ ցույց տամ։ Օրեր առաջ ձեզ հետ միասին ես եղինջից պարարտանյութ էի սարքել, եղինջի մեջ նույնպես երկաթի մաս կա, ուստի մի փոքր մաս մոտ 1 լիտր ես այդ թթվեցված եղինջից խառնեցի, հիմա իրան ավելացնում եմ մոտ 9 լիտր ջուր, եւ ստացված մոտ 10 լիտր հեղուկին ավելացնելու եմ այս երկաթը, ուրեմն ինքը գրամներով չափած է, մոտ 10 գրամը, 5-ից 10 գրամը 10 լիտր ջրի համար է նախատեսված, այդպես տեսնում եք, որ ջուրը ինչ գույն ստացավ, եւ մի լավ խառնելու ենք։ Ուրեմն մենք ստացանք ջրի եւ երկաթի խառնուրդը, նաեւ ավելացրեցինք մեր պատրաստած եղինջից պարարտանյութը, սա կապահովի մեր հողերում երկաթի ավելցուկը, բայց եթե հողի թթվայնությունը ցածր է, բույսը ինքը չի կարողանում կլանել այդ երկաթը, ուստի պետքա հողի թթվայնությունը բարձրացնել։ Դրա համար մեզ պետքա լինելու սովորական լիմոնի աղ, այսինքն տոպտակներում, գիտեմ բոլորդ էլ ծանոթ եք, խանութներում վաճառում են, ինչքան ենք ավելացնում։ Ստացված մոտ 10 լիտր խառնուրդին ավելացնում ենք 1 ճաշի գդալի չափ կիտրոնի աղ։ Հերիքա երևի, փոքր է, ու ստացված զանգվածը մի լավ խառնում ենք, որ կիտրոնի աղը լուծվի ջրում։ Ստացված զանգվածով արդեն ջրում ենք մեր հիվանդացած բույսերը։ Ինչպես տեսնում եք, իմ մոտ այս խնձորենին եւս նկատվում է քլորոզ հիվանդությունը, բայց
Հիվանդությունը միայն խնձորենինու մոտ չի, մոշնա, մալինայի մի քանի թփեր, դրանք եւս պետք է ջրեն, որպեսզի հիվանդությունը նահանջի եւ ունենանք առողջ բույսեր։ Իմ 2 տարեկան խնձորենին է, որի մոտ տեսնում ենք արդեն պտուղներ է ձևավորվում, բավականին շատ, իհարկե թուփը փոքր է, այսքան պտուղները չեն պահի, բայց եթե մենք չառնենք այս խնդրի դեմը, ապա ընդհանրապես իրա վրա պտուղ չի պահի, որտեղ բույսը թուլանում է, կորցնում է ուժը եւ չի կարողանում ոչ միայն աճել, այլ նաեւ պտուղներ տալ, ընդ որում կարող է հանգեցնել նաեւ բույսի ամբողջությամբ մահվան։ Հիվանդությունը ոչ միայն առաջանում է երկաթի պակասից, այլ նաեւ երբ անձրևները շատ են լինում։ Այս տարի գիտեք անձրևները բավականին շատ են եւ խնդիրը այս տարի ավելի մեծ նկատելի էր, քան նախորդ տարի։ Եվ այդ տեսեք խնձորենի, որի վրա նոր ձևավորվող պտուղներ կա ու տերևները աստիճանաբար չորանում է։ Քլորոզի առաջացման պատճառ կարող է լինել նաև հաճախակի ոչ կանոնավոր ջրումը, դրա համար առաջինը պետք է մենք կրճատենք ջրումը, նոր անցնենք բույսի բուժմանը։ Ուրեմն ավելի արագ արդյունք ունենալու համար կա նաև տերևային տարբերակը, սա մեզ մոտ արմատային տարբերակն է, արմատային ջրման տարբերակն է, որը մի փոքր ուշ է ազդում։ Ինչու ես տերևային չեմ տալիս, որովհետև նախորդ տարի տերևային տվեցի եւ արդյունքը այդքան էլ գոհացնող չէր։ Եվ այսպես արմատային տալիս եմ, եթե ընթացքում նկատեմ, որ արդյունքը շատ դանդաղ է լինում, մի հատ էլ կբերեմ տերևային տարբերակով, նորից կտանք երկաթ։ Սա էլ մեր սալորենին, որը ես ինքս եմ պատվաստել, նախորդ տարի մի հատ պտուղ տվեց, այս տարի իրա վրա մի քանի հատ էլի պտուղներ կան, բայց էլի խնդիրը նկատելի է։ Այսպես բոլորը հերթով պետք է ջրվի։ Հիվանդության պատճառ կարող է լինել ոչ միայն հողում ցածր թթվայնությունը, երկաթի պակասը, այլ նաև բակտերիալ հիվանդությունները, վիրուսային հիվանդությունները եւ արմատների վնասումը, այնպես որ որևէ դեղամիջոց կիրառելուց առաջ ամենաառաջինը պետք է խորհրդակցեք գյուղատնտեսների հետ։ Սա էլ մեր այսօրվա հյուրը։ Այսենց խաղաղության խորհրդանիշը իմ մոտ եկավ, տեսնես ումնա, հեսա կպարզենք եւ կտանք իրեն։ Սիրում է, չէ՞։ Ես գյուղատնտես չեմ, բայց սիրում եմ այգու աշխատանքը, հողի հետ աշխատանքը եւ փորձեցի մի փոքր փորձով էլ ձեզ հետ կիսվել, եթե հավանեցիք տեսանյութը անպայման լայք դրեք, մեկնաբանություն դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին նմանատիպ տեսանյութեր բաց չթողնելու համար։ Ես իհարկե արդյունքով մի քանի օր հետո կկիսվեմ, լավ թե վատ, եւ դուք կիմանաք ինչ արդյունք տվեց այս նյութը ծառերի համար։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։